Եթե ուզում եք ապրանքային նշանի բացառիկ օգտագործման իրավունք ձեռք բերել, ինչպես նաև հնարավորություն ունենալ իրավական ընթացակարգով պաշտպանել ձեր ապրանքային նշանը, ապա նախ եւ առաջ այն հարկավոր է գրանցել։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ապրանքային նշանը, ինչու է կարևոր այն պաշտպանել, ինչպես է իրականացվում պաշտպանությունը, այն է գրանցումը, եւ ինչ պետական տուրքեր է նախատեսում օրենսդիրը ապրանքանիշի գրանցման համար։ Եվ իհարկե, եթե այս թողարկումը դիտեք մինչև վերջ, ապա դուք կիմանաք, ինչպիսի միջազգային մեխանիզմ է գործում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների համար, ովքեր ցանկանում են իրենց ապրանքային նշանը գրանցել միջազգային հարթակներում։ Այսպես, ինչ է իրենից ներկայացնում ապրանքային նշանը։ Դա նիշ է, որը մեկ անձի ապրանքը կամ ծառայությունը տարբերակում է այլոց ապրանքներից եւ ծառայություններից։ Հարց է առաջանում. ինչու է կարևոր այն պաշտպանել։ Տեսեք, ինչի համար է ստեղծված ապրանքանիշը։ Մենք ստեղծում ենք լոգոներ, յուրահատուկ տարաներ, ձայնային ազդանշաններ, որպեսզի սպառողը հիշի մեզ եւ հետագայում էլ հիշելով, ընկալելով մեր վիզուալ նյութը նորից օգտվի մեր ապրանքից կամ մեր ծառայություններից։ Միևնույն ժամանակ, ապրանքային նշանը հանդիսանում է գովազդային նյութ, հետևաբար այն շատ կարևոր է նաև մարքեթինգային տեսանկյունից։ Այն ժամանակ, երբ դուք հայտնի կամ արդյունավետ եք դառնում, հայտնվում են մարդիկ, ովքեր ցանկանում են նմանակել կամ կեղծել ձեր պրոդուկտը, եւ միայն գրանցված ապրանքային նշանի պարագայում դուք հնարավորություն կունենաք պաշտպանել ձեր ապրանքային նշանը դատական կամ արբիտրաժային կարգով, որը հնարավորություն եւ գործիք է երրորդ անձանց արգելելու ձեր ապրանքանիշի նման կիրառումը տվյալ ոլորտում կամ այն տարածքում, որտեղ այն գրանցված է, որովհետև կարևոր է նկատել, որ ապրանքանիշի գրանցումը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք, եւ այս իրավունքն է, որ ձեզ հնարավորություն է ընձեռում դառնալ ձեր ապրանքային նշանի բացառիկ օգտագործողը։ Սա կարևոր գործիքակազմ է, որը հնարավորություն կտա ձեզ պաշտպանել ձեր ապրանքանիշը։ Հիմա փորձենք հասկանալ, ինչպես է տեղի ունենում ապրանքային նշանի գրանցումը։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է ներկայացնել հայտ։ Հայտը կազմված պետք է լինի դիմումից, որտեղ նշվում է դիմումատուի անունը, ազգանունը, անվանումը, հասցեն, ինչպես նաև ապրանքային նշանի նկարագրությունը եւ հենց ինքը։ Որպես կանոն կցվում են ֆայլեր, որտեղ հնարավոր է տեսնել որակյալ այն լոգոտիպը կամ այն նշանը, որը դուք ցանկանում եք գրանցել։ Եվ երրորդը, շատ կարևոր է ճիշտ ձևակերպում տալ ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման համակարգում առկա դասային ձևակերպմանը, որովհետև սա այն պահանջներից է, որը պետք է ներառված լինի ձեր հայտի մեջ։ Հայտերը կարելի է ներկայացնել ֆիզիկապես, թղթային տարբերակով փոստի միջոցով ուղարկելով։ Այս պարագայում հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն։ Հասցեն Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3։ Միևնույն ժամանակ հայտը կարող է ներկայացվել էլեկտրոնային տարբերակով։ Դրա համար հարկավոր է մուտք գործել 3w.aipa.am էլեկտրոնային հարթակը։ Ներկայացված հայտերը քննվում են երկու փուլով։ Հայտի նախնական քննություն, որն իրականացվում է հայտի ներկայացման օրվանից 10 օրյա ժամկետում, ինչպես նաև փորձաքննությունը ըստ էության, որը տեղի է ունենում ապրանքային նշանի հրապարակումից եռամսյա ժամկետում։ Բոլոր դեպքերում կարևոր է նկատել, որ հայտի ներկայացման, գրանցման, քննության եւ վկայականի տրամադրման համար ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել
5 ամիսը։ Իսկ ինչ ժամկետով է տրամադրվում ապրանքային նշանի գրանցման վկայականը։ Այն ժամկետ չէ բարձվում է, եւ դա 10 տարի ժամկետն է։ Բնականաբար այն կարող է բազմակի անգամ երկարացվել բոլոր ապրանքների եւ ծառայությունների կամ դրանց մեկ մասի համար յուրաքանչյուր անգամ 10 տարի ժամկետով։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչ պետական տուրքեր են գանձվում ապրանքային նշանի գրանցման համար։ Այստեղ դրանք կարող ենք պայմանականորեն բաժանել 3 հիմնական խմբերի։ Առաջինը դա հայտի ներկայացման համար տուրքն է, որը 30,000 դրամ է։ Երկրորդը փորձաքննության իրականացման համար, եւ դա 40,000 դրամ է կազմում։ Յուրաքանչյուր դասիչի համար, եթե դրանք մեկից ավելի են, կանձվում է 15,000 դրամ։ Սակայն պետտուրքի մասին օրենքը ունի կարգավորում, համաձայն որի այն գործատուները, ովքեր ունեն 0-ից մինչև 25 աշխատակից, օգտվում են մինչև 75% զեղչից։ Իսկ այն գործատուներն, ովքեր ունեն 25-ից 100 աշխատակից, տվյալ պարագայում կարող են օգտվել մինչև 50% զեղչից։ Հայտը ներկայացնելիս անհրաժեշտ է պետտուրքերը վճարած լինել եւ կցել դրանք հավաստող անդորրագրերը։ Եվ վերադառնալով այն հարցին, թե ինչպիսի միջազգային մեխանիզմներ են նախատեսվում, որպեսզի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները կարողանան միջազգային հարթակներում գրանցել իրենց ապրանքային նշանը, ուրախացնեմ ձեզ։ Այդպիսի հարթակ է Մադրիդյան համակարգը։ Այն բավականին արդյունավետ, ողջամիտ եւ արագ գործիքակազմ է, որը հնարավորություն է տալիս գրանցելու ձեր ապրանքային նշանը ավելին քան 123 երկրներում։ Սակայն կա մեկ նախապայման. ձեր ապրանքային նշանը նախապես պետք է գրանցված լինի այն երկրում, որտեղ վերջինս ծագել է։ Տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետության դեպքում դա էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունում է։ Այնպես որ առկա են գործիքներ, որոնք կարող են կիրառվելու արդյունքում պաշտպանել ձեր ապրանքային նշանը ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում։ Հուսամ հետաքրքիր էր այս էպիզոդը։ Կարող եք ավելին գտնել իմ YouTube-յան ալիքում։ Եթե կան հարցեր, գրեք դրանք մեկնաբանությունների բաժնում, եւ ես անպայման դրանց կանրադառնամ։ Հաջողություն։